Բերտն է հաստատում։ Այս երկը գրած է Մարտին Լութեր թե խոսքը եւ թե երաժշտությունը եւ այս երկը թարգմանված է 200 լեզուներով։ Մարտին Լութեր ծնած է Գերմանիայում մեջ 1483 թվականին իր ընտանիքը եղած է բարեգեցիկ ընտանիքը եւ իր մայրը եղած է երաժշտակետ եւ երգչուհի եւ իր հայրը եղած է հանքի վաճառական այնպես որ Մարտին Լութեր շատ բարեգեցիկ կյանք մգաբրեր եւ իր մորմեն Մարտին Լութեր սորվեցավ երաժշտությունը իսկ հայրը տեսավ որ իր դղան շատ ուշիմ է ուզեց որ իր դղան փաստաբան դառնա եւ այդպես էլ եղավ եւ որ մեծավ Մարտին Լութեր գնաց շատ աղվոր համալսարան եւ ավարտեց իր համալսարանը որպես հաջող փաստաբան եւ որ մտունգը վերադառնար անդարի մեջ են գանցներ ցին վրա նստածել հանկարծ անդարի մեջ փոթորի սկսավ եւ հուժկու գայծակներ սկսան իջնել անդարի մեջը եւ Մարտին Լութեր շատ բախծավ աչքերը վերցուց վախծավ պիտի մահանա աղաչեց դերոջը ասավ ասված իմ եթե ես ազատիմ ասկայծակներեն ես քեզի պիտի ծառայեմ եւ այդպես եղավ եւ այդ ժամանակ մեկը գնար միան ծառայել վանքի մեջ ուրեմն ամեն ինչ ցկեց իր հորի երազանքը ցկեց իր երազանքը ցկեց եւ մտավ վանք Երբ որ մտավ վանք, իր գործներ սորվիր եկեղեցվո օրենքները, սորվեցավ եկեղեցվո օրենքները, եւ ապա սորվեցավ եկեղեցվո ծեսերը, եւ ահա հիմա եկավ աստվածաբանության։ Երբ որ եկավ աստվածաբանության եւ Լութեր աստվածաշունչը բացավ, գարտաց ինգդագարան եւ հասավ նոր գդագարանին, եւ գարտաց Աստծո սիրուին մասին, գարտաց շնորհքով եղած փրկության մասին գարտած միայն Հիսուս է մեր միջնորդը Աստծո եւ մարդու միջև եւ գարտած մարդու մդերմությունը գապվածությունը Աստծո հետ Սուրբ Հոգին հետ զարմացավ սիրտը բացվեցավ Աստծո խոսքին եւ տեսավ որքան հերույ է ինքը այդ վանքի մեջը հերույ է Աստծո մեջ Գարտած նաև եկեղեցին կանոնները, տեսավ շատ հերույ է եկեղեցին կանոնները։ Իր գործագիցներուն ըսավ ոչ մեկը իրեն կարևորություն չտվավ եւ Մարտին Լութեր 95 բարեփոխման, բարեգործման, բարելավման գեդեր 95 գեդեր գրեց թուղթի վրա քնած եկեղեցի եւ եկեղեցին Թուրին կամեց Եվ բոլոր ժողովուրդը տեսան, շատեր հետը եղան, սկսան հետևիլ, շատեր սկսան իրեն կարգոծել։ Եվ այս լուրը հասավ Պոպին ամենամեծ տեղը։ Եվ իրեն կանչեցին եկեղեցական թադարան, եւ եկեղեցական թադարանի մեջը Լութեր առանցինը գայնած էր։ Ինչ որ հարցնեն գսեր, ինձի թադեցեք Աստվածաշունչի հիման վրա։ Ես կդած եմ ճշմարիտ Աստվածը, վերակդած եմ Աստվածը, որ կփնտրեի բզդիկ տարիքես։ Եվ ուզեցին զինք սպանել։ Եվ Պոպը որոշեց, որ Լութերը ոչ մեկ իրեն ջաշ պիտա, ուդելիք պիտա, եւ ոչ մեկը հետ հարաբերություն պիտի ունենա, եւ որոշած էին զինք սպանել։ Եվ հանկարծ ինքը հազիվ եկեղեցական թադարանին դուրս ելավ, արևանքը վեցավ։ Աչքերը բացավ ամրոցի մեջ է եւ այդ ամրոցի մեջը տեսավ որ իրեն համագիրներն են իրեն հետևորդներն են շուտով իրենց ըսավ ինձի բերեք նոր գդագարան եւ այն ադեն գերմաներենով չգար նոր գդագարան չէր թարգմանված ըսավ լադիներեն էր Փերին լադիներեն նոր գդագարանը եւ հուն Մարտին Լութեր 1 տարի աղոթքով Ձոմաբահությունով լադիներեն է գերմաներեն թարգմանեց Աստվածաշունչը եւ իր հետևորդներով բաժնեցին ժողովրդին Աստվածաշունչը եւ բայց եկեղեցին եւ իշխանությունը հանգիստ չմնացին
Հալածեցին լուդերը եւ իր հետևորդները, բռնեցին շատերը, թդրին փանդ, ձեծեցին, չարչարեցին եւ շատ շատեր նահատակվեցան։ Եվ արդյոք ասվիճակի մեջ լուդեր չընկրկեր, կամ չի հուսալքվեր, կամ չի վախնար, անշուշտ այդ բոլորեն անցավ, բայց ամեն ադեմ որ վախնար, իր սիրած ասվածաշունչը կփանար, գգարտար, զորություն գարներ, գգարտար սաղմոսները, անաման գգարտար 46-րդ սաղմոսը և գրեց, ասված մեր բերդն է հաստատում։ Ամեն։ Դեր որդին մագիքուր շատ կարի։ Այսօրվա մեր նյութը, որ վերցրել ենք, այսպես են վերնագրեր, առաջին հարությունն ու հափշտակությունը։ Առաջին հարությունն ու հափշտակությունը։ Մենք մի քանի շաբաթ առաջ տեսանք մեր երջանիկ հույսի մասին։ Մենք այսօր մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ Աստծո խոսքը կոչում է վերջին ժամանակներ։ Ուրեմն հավատացյալներին, Տիրոջ զավակներին ուրիշ բան չի մնում անելու, միայն սպասել, սպասել մեր երջանիկ հույսին, որ պիտի հայտնվի Տեր Հիսուս Քրիստոս ինքը։ Ուրեմն սպասելուց հետո, հայտնվելուց հետո, Քրիստոսի հայտնվելուց հետո մի քանի գործողություններ պետք է լինեն եւ այդպես հավիտյանս հավիտենից Տիրոջ հետ պիտի ապրենք երկնքում իր հետ անբաժան։ Տեր Հիսուսը ասեց, ես գնում եմ, ետ պիտի գամ, որտեղ որ ես եմ, այնտեղ էլ դուք պետք է լինեք։ Ուրեմն այսօր միասին պիտի նայենք այս երջանիկ հույսից հետո ինչ պիտի կատարվի։ Կպատմվի մեկ դեպք, որ մեծահասակ զույգեր իրենց աշխատանքը ավարտելուց հետո գնում են մի գյուղի մեջ այնտեղ ծառայելու եւ մի որոշ ժամանակ հետո կինը մահանում է եւ եղբայրը մնում է միայնակ։
Անցնում է մի քանի ամիսներ, իրենց եկեղեցու առաջնորդը, երբ որ քայլում է իր հետ, քայլելուց հարց է տալիս. Եթե Տեր Հիսուս գա, որտեղ կուզես որ լինես։ Հովիվը կարծում է, որ այս եղբայրը պիտի պատասխանի դպրոցում մանուկներին Քրիստոսի մասին պատմելուց։ Բայց ցույց է տալիս, ասում է այնտեղ երկու ծառը տեսնում ես, որտեղ որ թումբ կա։ Այնտեղ իմ կինն է թաղված, կուզեմ այնտեղ լինեմ, որպեսզի իմ կնոջ հետ միասին այդ հարությանը մասնակից լինեմ եւ կնոջս հետ միասին հանդիպում ունենամ Քրիստոսի հետ։ Այս է մեր երջանիկ հույսը, այս է քրիստոնյայի հույսը։ Սիրելիներ, Քրիստոսի երկրորդ գալստի մասին առաջին հայտարարողը եղավ Ենովքը։ Ադամից հետո 7-րդ մարդը Ենովքը եւ դրա մասին են կարդում Հուդա 14-ի մեջ։ Նախ կարդանք առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 55-ից 57 համարներ։ Առաջի Կորինթացիս 15 55-ից 57։ Եթե ունեք Աստվածաշնչեր, պիտի խնդրեմ, որպեսզի հետևեք, որովհետև Աստծո խոսքն է, որ պիտի խոսի մեզ այսօր։ Շատ աստվածաշնչյան համարներ պիտի մեջ բերենք։ Այստեղի քարոզիչը չի, որ պիտի խոսի, այլ Աստծո խոսքն է, որ այսօր մեզ հետ պիտի խոսի։ Առաջի Կորինթացիս 15 55-ից 58 համարները այսպես է ասում. Ուր է ով մահքու խայթոցդ, ուր է ով գերեզման քու հաղթությունդ։ Մահվան խայթոցը մեղքն է, ու մեղքի ուժը օրենքը։ Բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն կտա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուստի իմ սիրելի եղբայրներս, հաստատուն եւ անշարժ կեցեք եւ ամեն ատեն ավելցեք Տերոջը գործի մեջ, գիտնալով, թե ձեր աշխատությունը պարապ չէ Տերոջով։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք նաեւ Հուդա 14-ի մեջ, որ Տեր Հիսուս Ենովքը խոսեց եւ մարգարեացավ ասելով, որ Տերը պիտի գա, Տերը շուտով պիտի գա։ Եվ այս խոսքերը նաեւ Տեր Հիսուս ինքը հաստատեց Հայտնություն 22:12-ի մեջ։ Շատ հայտնի հատված։ Հայտնություն 22:12։ Ահա ես շուտով կգամ եւ իմ վարձքս ինձ հետ է եւ ամեն մեկուն իր գործի համեմատ հատուցանելու։ Սա Տիրոջ գալուստի մասին է, երկրորդ գալուստի մասին։ Տեր Հիսուսի երկրորդ գալուստը իր մեջ ներառում է հափշտակություն եւ դրանից հետո եկող մի քանի գործողություններ։ Ուրեմն Տեր Հիսուսի երկրորդ գալուստը տեղի ունենալու մեր հափշտակությունով։ Մենք սպասում ենք հափշտակությանը, մինչև հազարամյա թագավորությունը սկսելը։ Հավատացյալները հիմա սպասում են հափշտակությանը եւ հափշտակությունը ամեն վարքյան կարող է լինել։ Տեր Հիսուսի հազարամյա թագավորությունից առաջ տեղի ունեցող հափշտակությունը բացառապես քրիստոնյաների, Տիրոջ զավակների համար է։ Ուրեմն Տեր Հիսուսի գալուստը պետք է լինի անձնական եւ տեսանելի։ Անձնական նշանակում է, որ անմիջապես ինքը պիտի հայտնվի։ Այսպես են կարդում Գործք առաքելոց առաջի գլուխ 1-ից 11, 10-ից 11 համարները։ Գործք առաքելոց առաջին գլուխ 10-ից 11 համարներ։ Երբ աչքերնին տնկած դեպի երկինք կնայեն, անոր ետևեն, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդ իրենց քով կայնեցան, որոնք ըսին, ով գալիլացի մարդիկ, ինչու կայներ դեպի երկինք կնայիք, այս Հիսուսը, որ Հիսուսը, խաչված Հիսուսը, նույն Հիսուսը, այս Հիսուսը, որ դեպի երկինք համբարձավ, այսպես պիտի գա, ինչպես տեսակ անոր երկինք երթալը։ Ուրեմն, սիրելիներ, ոչ թե հրեշտակներին պիտի ուղարկի, ոչ թե հրեշտակները պիտի գան, այլ Տեր Հիսուս անձամբ ինքը պիտի գա իր հարսի ետևից, իր եկեղեցու հետևից։ Ուրեմն, անձնապես, ինչպես որ Տեր Հիսուսը անձնապես ծնվեց Բեթլեհեմ քաղաքում, ճանաչեցին մի քանի հովիվներ, մոգեր, Աննա Մարգարեին, Սիմոն Ծերունին եւ դրանից հետո ինքը հրապարակային կերպով մարդկանց մեջ երևաց։ Եվ իր հաղթական մուտքը Երուսաղեմ որպես թագավոր ինքը ցույց տվեց իր թագավոր լինելը։ Ցավոք սրտի մարդիկ չընդունեցին իր թագավոր լինելը, բայց ճիշտ այդպես Տեր Հիսուսի երկրորդ գալուստը տեղի պիտի ունենա անձնապես
նախ հանդիպում իր հարսի հետ, իր զավակների հետ օդի մեջ եւ դրանից հետո պիտի երևա բոլոր մարդկանց, պիտի երևա իր ամբողջ փառքով, ոչ թե պիտի գա արդեն որպես նորից գառնուկ, այլ պիտի գա թագավոր, թագավորած եւ Տեր Տերած։ Դրա մասին են կարդում Հայտնություն 1:7, ինչպես նաեւ Զաքարիա 14:4, բայց կարդանք Հայտնություն 1:7-ը։ Ահա ամպերով կուգա ու ամեն աչք պիտի տեսնե Զանիկա եւ անոնք որ Զանիկա խոցեցին, անոր վրա կոց պիտի անեն երկրի բոլոր ազգերը։ Այո, ամեն։ Ովքեր կոց պիտի անեն, անոնք որոնք խոցեցին, Իսրայել ժողովրդի մասն է խոսքը։ Ովքեր որ խաչեցին։ Հայտնություն 19, 15, 16, Հայտնություն 19, 15, 16։ Անոր բերնեն սրած սուր մկերներ, որպեսի անով ազգերը զարնե ու ինք երկաթե գավազանով պիտի հովվե։ Սա հափշտակությունից հետո է Քրիստոսի երկրորդ գալուստը, որ հայտնապես պիտի լինի։ Երկաթե գավազանով պիտի հովվե ու անոնք ամենակալ Աստծո սաստիկ բարկության գինին հնձանը ինք պիտի կոխե եւ իր պատմուճանի վրա ու իր ազդերի վրա գրված գիրը ուներ թագավոր, թագավորած եւ Տեր Տերած։ Ամեն եւ ամեն։ Այսօր մեր թագավորները որոշ ակնկալիքներ ունեն ժողովրդից։ Թրամփը այս վերջում խաղաղության Նոբելյան մրցանակ էր ուզում, խեղճ մարդուն չտվեցին, բայց մեր Տերը որ պիտի գա բոլորի վրա թագավոր լինի, իշխան պիտի լինի, թագավորների թագավոր եւ տերերի Տեր պիտի լինի։ Առաջին հարություն։ Սա է քրիստոնյայի բաժինը։ Սա է, որ մահվան խայթոցը, ինչպես կարդացինք, ոչ մի զորություն չի ունենում եւ առաջին հարությունն է, որ հավատացյալներին քնած կամ ննջած վիճակից արթնանալ պիտի տա։ Ինչպես պիտի արթնանա քրիստոնյան, դրա մասին են կարդում առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 12-ից 17 համարներ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 12-ից 17 համարներ։ Չենք ուզեր եղբայրներ, որ տգետը լակ ննջեցալնելու վրայով, որպեսի չտրտմիք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն։ Այսօր եթե հույս չունես, Տիրոջը պիտի գաս։ Բայց եթե այս հույսը ունես, ուրեմն տգետ մի եղիր, այլ խոսքը մեզ տալիս է, թե ինչ պետք է լինի մեր ապագան։ Քանզի եթե կհավատանք, թե Հիսուս մեռավ, հարություն առավ, նույնպես ալ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ։ Վասնզի ասիկա կսեմ ձեզ Տիրոջ խոսքով, սա Տիրոջ խոսքն է։ Սա Տիրոջ ամենակալ խոսքն է։ Եթե մենք մինչև Տիրոջ գալուստը ողջ մնանք, բնավ ննջեցյալներեն առաջ պիտի չանցնենք։ Վասնզի Տերը ինք ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողովը երկնքեն պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի առնեն, ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ պիտի հափշտակվենք ամպերով Տերոջ առջև ելնելու օդի մեջ եւ այնպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Ուստի մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքերով։ Սա է մեր մխիթարությունը։ Տիրոջ խոսքն է, որ մեզ մխիթարում է։ Ուրեմն այս բաժինը, սիրելիներ, կոչվում է առաջին հարություն ու հափշտակություն։ Առաջին հարություն ու հափշտակություն։ Եվ ինչպես սրանից առաջ ասել էինք արդեն, որ սա տեղի պիտի ունենա մեկ ակնթարթի մեջ։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի մեջ շատ մանրամասը խոսեց Պողոս առաքյալը։ Մեկ ակնթարթ, որը կոչվում էր ատոմո, այսինքն մասնիկների չբաժանվող, աչք փակել բացելու մեջ։ Սա մեկ ակնթարթ է։ Շատ հաճախ հարց է առաջանում, մենք մարդկային մտքով ուզում ենք հասկանանք մեկ ակնթարթի մեջ ինչպես այսքան բան պիտի տեղի ունենա։ Սա աստվածային հրաշք է, որովհետև Աստծո ներգործությունն է սա։ Մարդ չի, որ մեր մտքի մեջ կարողանանք բավականացնենք այս գաղափարը։ Ուրեմն աստվածային հրաշք է։ Այս մեկ ակնթարթի մեջ 4 կետերով, այսպես փորձենք նայենք 4 կետերով, թե ինչեր տեղի պիտի ունենա այս մեկ վարքյանի մեջ։ Առաջինը, Տեր Հիսուս ինքը երկնքից պիտի իջնի։ Ինչպես ասեցինք, անձամբ իր հարսին դիմավորելու համար։ Երբ
վերջին մեղավորը փրկվի, եկեղեցուն միանա, Քրիստոսի մարմնին միանա, ամբողջանա Քրիստոսի մարմինը, եւ երբ Հայր Աստծո հրամանը լինի, այդ ժամանակ Տերը իր հոր աթոռը, Տեր Հիսուս իր հոր աթոռը թողելով երկիր պիտի իջնի, երկինք պիտի իջնի օդի մեջ, եւ այնտեղ պիտի լինի մեր հանդիպման ժամադրավայրը։ Հարսը եւ Փեսան ուր պիտի հանդիպեն օդի մեջ, ամպերով օդի մեջ, այնտեղ պիտի լինի մեր ժամադրավայրը։ Տեր Հիսուսի գալուստը պիտի լինի, այստեղ 3 կետ նայեցինք, ազդարարության հրամանով։ Ազդարարության հրաման։ Սա ցույց է տալիս թագավորի հրաման։ Բարձրաձայն հայտարարում, որ մի կարևոր բան է սկսվում։ Ազդարարության հրաման։ Հրամանը խնդրանք չի։ Թագավորը չի խնդրում իր ծառաներին։ Թագավորը չի խնդրում որևէ մեկին, այլ սա հրաման է, կոչ է, ոչ էլ կոչ է, այլ իշխանությամբ ասված խոսք է, որին բոլորը ենթարկվում են, թե երկնքում եւ թե երկրի վրա։ Տեր Հիսուսը ինչ ասեց, ոչ ոք գիտի մարդու որդու գալուստը։ Ոչ հրեշտակները, ոչ մարդու որդին, այլ միայն իմ Հայրը։ Ուրեմն բոլորը սպասում են հոր հրամանին, այս ազդարարության հրամանին։ Այս հրամանին են սպասում ամբողջ երկնքի հրեշտակները։ Տեր Հիսուսի գալուստը տեղի է ունենալու Աստծո բացարձակ, բարձրաձայն եւ անառարկելի հրամանով։ Ոչ գաղտնի, այլ այնպես, որ ողջ ստեղծագործությունը լսի այդ հրամանը։ Երկրորդը հրեշտակապետի ձայն։ Հրեշտակապետի ձայն։ Ինչպես որ պատերազմում, երբ թագավորը հրաման է տալիս, այդ ժամանակ զորավարը ինչ է անում, զորքին է հավաքում, զորքին է պատրաստում պատերազմի համար, այդպես էլ երկնային բազմությանը ցույց է տալու, որ Աստծո ծրագիրը մտնում է իր վճռական փուլը։ Հրեշտակապետի ձայն։ Միգուցե այս հրեշտակապետը Միքայելը լինի։ 1-2 ակնարկներ տեսնելով 5 կտակարանի մեջ եւ նոր կտակարանի մեջ, միգուցե եւ հրեշտակապետը Միքայելը լինի։ Հրեշտակապետի ձայնը ազդարարում է ժամանակի լրանալը։ Ժամը եկավ։ Հայր Աստված բացականչեց եւ հրեշտակապետը ազդարարում է, որ ժամը լրացավ։ Գործի է դրվում եւ գործի են դնում երկնային զորքերը եւ հաստատում է Աստծո դատական եւ փրկչական որոշումը։ Եվ երրորդը Աստծո փող։ Փողի համար կարդում ենք Թվոց 10-րդ գլխի մեջ, 1-ից 10 համարների մեջ, որ Տերը պատվեր է տալիս Մովսեսին, թե ինչպես փողը պատրաստեն, թե ինչպես փողը հնչեցնեն, եւ այս փողը ցույց է տալիս կանչելու համար էր, փողը կանչելու համար էր, ժողովրդին կանչելու, հավաքելու, պատերազմի համար էր, շարժվելու համար էր, որովհետեւ մոտ 2 միլիոն ժողովուրդ, Իսրայել ժողովուրդը անապատի մեջ էր։ Այդքան բացականչել, մեկը մյուսին ձայն տալ, օրեր կպահանջվեր, բայց երբ որ փողը հնչվում էր, բանակում էլ այդպես է։ Բանակում երբ որ փողը հնչում էր, տարբեր նոտաներով, տարբեր երաժշտություններով ճաշարանի ժամ կա, հավաքվելու, շարվելու ժամ կա եւ այսպես տարբեր պատերազմական փողի ձայնը կա։ Ուրեմն փողը կանչելու համար է։ Այսինքն Աստված կանչում է իր զավակներին եւ սա որպես Տիրոջ ձայնը կամ Աստծո փողը պիտի արթնացնի ննջեցյալներին։ Այդ քնած հողի տակ եղող ննջեցյալներին պիտի արթնացնի։ Սիրելիներ, Պողոս առաքյալը շատ գեղեցիկ լուսաբանում է անում 5 կտակարանյան այս պատկերները վերցնելով, ազդարարության փող, հրեշտակապետ, այս բոլորը վերցնելով շատ գեղեցիկ ներկայացնում է ժողովրդին, թե ինչպես պիտի տեղի ունենա, եւ այս 3 գործողությունները ուղղված են լինելու բացառապես ննջեցյալներին եւ ողջ մնացած փոխված հավատացյալներին, որոնք կանչվելու են Փրկչի հետ հանդիպման։ Ուր է մեր հանդիպումը լինելու։ Ուր է լինելու մեր հանդիպումը։ Օդի մեջ, ամպերով
օդի մեջ։ Ուրեմն ամեն վարքյան հավատացյալները կարող է այս ձայնը լսեն։ Ամեն վարքյան մենք սպասում ենք այս գեղեցիկ հափշտակությանը։ Ինչպես որ կարդում ենք Իսահակի համար, որ Իսահակը գնաց Ռեբեկային դիմավորելու։ Ճիշտ այդպես տեղի պիտի ունենա Տեր Հիսուս պիտի վերադառնա իր եկեղեցուն դիմավորելու համար։ Երկրորդ իրադարձությունը, որ տեղի պիտի ունենա, Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի առնեն։ Քրիստոսով մեռածները։ Սուրբ Գիրքը շատ համարներով հաստատում է, որ աշխարհի բոլոր մարդիկ Ադամից սկսած մինչև վերջին մահացողը հարություն պիտի առնեն։ Բայց ժամանակը, դասակարգը, արդյունքը իրարից տարբեր են լինելու։ Բոլորը չի, որ նույն պահին հարություն պիտի առնեն։ Չմոռանանք, հավատացյալները, Տիրոջ սուրբերը առաջին հարության մեջ են։ Եվ ասում է, եթե մենք էլ ողջ մնանք, այդ առաջին հարություն առնողների հետ միասին երկինք պիտի բարձրանանք։ Սրա մասին են կարդում Դանիել 12:2, որ շատ թեթև այսպես քիչ, բայց խորը ակնարկ է անում Դանիել 12:2։ Սա էլ ասենք հավելյալ, ուրեմն 5 կտակարանյան տնտեսությունը, 5 կտակարանյան տնտեսության մեջ շատ բացահայտված չէր հարությունը, առավել ևս հափշտակությունը գրեթե չի երևում։ Բայց Դանիել 12:2-ը այսպես են կարդում. երկրի հողի մեջ քնացողներուն շատերը պիտի արթնանան, ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք ալ նախատինքի ու հավիտենական անարգանքի համար։ Այս հատվածը, որ կարդում ես, այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեկտեղ միասին պիտի բարձրանան։ Ոչ, ես ուսումնասիրեցի, շատ նայեցի եւ այս նյութը գրելուց աղոթքով խնդրեցի, որ Տերը ցույց տա։ Ուրեմն սա խոսում է երկու հարությունների մասին, այսինքն տարբեր ժամանակների հարության մասին։ Այո, բոլորը պիտի արթնանան, պիտի վեր ելնեն, բայց տարբեր ժամանակներում։ Եվ սրա մասին հաստատեց Տեր Հիսուս Քրիստոսը Հովանու 5-րդ գլուխ 28-29 համարներ։ Հովանու 5-րդ գլուխ 28-29։ Ասոր վրա մի զարմանաք, վասնզի ժամանակ պիտի գա, երբ բոլոր գերեզմաններուն մեջ եղողները անոր ձայնը պիտի լսեն ու դուրս պիտի գան։ Անոնք, որ բարի գործեր են կյանքի հարության համար, այստեղ վերջ։ Կյանքի հարության համար առաջին հարությունը։ Եվ անոնք, որ չար գործեր են դատապարտության հարության համար։ Սա ջերմակ աթոռն է, որտեղ տեսնում ենք հայտնության մեջ։ Ուրեմն Հովանու 5-րդ գլուխ 28-29 համարներ Տեր Հիսուսը սա հաստատեց։ Առաջին հարությունը արդարներինն է, որը տեղի պիտի ունենա հափշտակության ժամանակ։ Իսկ երկրորդ հարությունը մեղավորներինը, որը տեղի պիտի ունենա հազարամյա թագավորությունից հետո։ Առաջին հարությունը կենաց հավիտենական կյանքի համար է։ Դրա մասին են կարդում Հայտնություն 20-րդ գլուխ եւ 6 համարը։ Կարծում եմ այստեղ էլ կա։ Այո, 20-րդ գլուխ եւ 6 համար։ Երանելի եւ սուրբ է նա, որ առաջին հարությանը մեջ բաժին ունի։ Ամեն եւ ամեն։ Ասոնց վրա երկրորդ մահը իշխանություն չունի, հապա անոնք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն ու անոր հետ 1000 տարի պիտի թագավորեն, ինչպես նաեւ հավիտյանս հավիտենից։ Իսկ երկրորդ հարությունը դատապարտության հավիտենական պատժի համար պիտի լինի։ Դարձյալ Հայտնություն 20-13-14 համարները։ Եվ ծովը իր մեջի մեռելները տվավ, եւ մահքը իրենց մեջի մեռելները տվին, այսինքն բոլորը Քրիստոսի ձայնը պիտի լսեն։ Եկեք այստեղ, ձեր ժամն էլ եկավ։ Ամեն մեկը իր գործերուն համար համեմատ դատվեցավ։ Ուրեմն տեսնում ենք
այո 14-ն էլ եւ մահը ու դժողքը կրակի լճի մեջ ձգվեցան, ասիկա է երկրորդ մահը։ Առաջին հարություն եւ երկրորդ հարություն։ Սիրելիներ, բոլոր արդարները առաջին հարության փառքի ու երանության մեջ պիտի լինեն, բաժին պիտի ունենան, թե հին կտակարանի եւ թե նոր կտակարանի բոլոր ննջեցյալները հարություն պիտի առնեն։ Եվ որպես հունցք առաջին պտուղը Քրիստոս պիտի լինի։ Սա ինձ համար ծանր հարցերից մեկն էր, արդյոք հին կտակարանյան հավատացյալները հարություն պիտի առնեն, արդյոք Քրիստոսի մարմնի մաս կազմում են, թե ոչ։ Երբ որ նայում ես Սուրբ Գիրքը եւ մի քանի համարներ իրար կողք բերելով, այո, հաստատվում է, որ այդպես է։ Ուրեմն, ինչպես որ առաջի Կորինթացիս 15:20-23-ի մեջ են կարդում, Քրիստոս որպես հունցքի առաջին պտուղը։ Մենք որպես հունցք, Քրիստոս հունցքի առաջին պտուղը։ Եվ այստեղ է, որ մահը պարտված պիտի լինի։ Քանի որ հարուցյալ սուրբերը հաղթական եւ հաղթած լինելով պիտի բացականչեն, պիտի ձայն տան եւ հիմա էլ հավատացյալները, որ այս հույսը ունեն, բացականչում են։ Ուր է ով մահ քո խայթոցը։ Ուր է ով գերեզման քո հաղթությունը։ Վերջացավ, չկա։ Այլևս հավատացյալների վրա ուժ, զորություն, կարողություն չունի մահը։ Ինչ է մահը հավատացյալի համար բաժանում ժամանակավոր իր հարազատներից, այս մարմնից։ Աչք փակել, բացել։ Պողոս առաքյալն ասում է երկու նեղն են մնացել, կարծես երկու քարի արանքն են մնացել, չգիտեմ որը ընտրեմ։ Մնամ այստեղ, ձեզ համար օգուտ է։ Գնամ, երանություն է գնալը։ Ուրեմն սա է հավատացյալների հույսը։ Իսկ հին կտակարանյան հերոսները, մարդիկ, ովքեր որ սպասում էին Մեսիային։ Մենք կարդացինք անցած անգամ Եբրայեցիս 11-րդ գլուխ վերջի համարները 31-32-ներ կարծեմ, որ նրանք էլ սպասելով, այո դեռ չառան, որովհետև մենք էլ իրենց հետ միասին պիտի լինենք։ Բոլորը միասին պիտի լինեն։ Հետաքրքիր լուսաբանումներ կա առաջի Կորինթացիս 15-րդ գլխի մեջ, որ Պողոս առաքյալը խոսում է դարձյալ հարության մասին եւ շատ մեծ թուղթ կամ շատ մեծ գլուխ եղավ առաջի Կորինթացիս 15-րդ գլուխը 42-ից 44 համարների մեջ այսպես են կարդում. մարմինը ապականությունով կսերմանվի ու անապականությունով հարություն կառնե։ Այսինքն հագնելով երկնային, անմահ, գեղեցիկ ու փառավոր անեղծանելի մարմին։ Մենք մեղավոր մարմնի մեջ ենք հիմա, ադամական մեղքով ծնվեցինք, աշխարհ եկանք եւ հիմա ապրում ենք այս մեղավոր մարմնի մեջ, պիտի մեռնի սա։ Սա չի կարող երկինք գնալ։ Սա չի կարող Տիրոջ սուրբ ներկայության մեջ մտնել։ Այլ պետք է փոխվի։ Ուրեմն անապականություն, անարգություն հագանք, բայց ապականություն հագանք, բայց անապականությունով հարություն պիտի առնի։ Անարգանքով կսերմանվի, բայց փառքով հարություն կառնե։ Որևէ պատվից զուրկ, բայց փառքով հարություն պիտի առնի։ Տկարությունով կսերմանվի, հիվանդություններով, նեղություններով, դժվարություններով, ցավերով, բայց զորությունով հարություն կառնի։ Դրա համար Տեր Հիսուս դարձյալ հայտնության մեջ կարդում ենք, որ Տերը մխիթարում է իր զավակներին ոչ մեկի աչքից արցունք այլևս չի հոսելու, կախ չի լինելու, հիվանդություն չի լինելու, եւ այսպես Տերը մեզ զորություն առնել պիտի տա։ Կսերմանվի շնչավոր մարմին եւ հարություն կառնե հոգեվոր մարմին։ Այդ մարմնի շարժիչ ուժը հոգին ինքն է, հոգեվոր մարմին։ Եթե կարդանք Ղուկաս 24-րդ գլուխ 36-40 համարներ, կտեսնենք Տեր Հիսուսի մարմինը հարությունից հետո, հոգևոր մարմին։
Երրորդ իրադարձությունը, որ այդ պահին տեղի պիտի ունենա, ողջ եղող հավատացյալները պիտի փոխվեն։ Ուրեմն առաջինը Քրիստոս պիտի իջնի, երկրորդ ննջեցյալները հարություն պիտի առնեն, երրորդ մենք եթե ողջ մնացինք, ննջեցյալների հետ միասին պիտի փոխվենք, այսինքն մեր մարմինները պիտի փոխվի։ Արդար ննջեցյալների այս վարկենական հարությանը պիտի հաջորդի մեր արդար ողջերի վարկենական փոփոխությունը։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, ահա ձեզ խորհուրդ մկսեմ, ամենքս պիտի չննջենք, բայց ամենքս էլ պիտի փոխվենք։ Առաջի Կորինթացիս դարձյալ 15:51։ Եվ այդ ժամանակ, սիրելիներ, մահը ոչ մի զորություն եւ ոչ մի ուժ չի ունենալու այդ վարկյանին որևէ մի հավատացյալի վրա, ինչպես եւ գերեզմանը չի կարողանալու իր մեջ պահել գեթ մեկ հավատացյալի։ Ինչու? Որովհետև Քրիստոս է կանչում։ Եվ այդ ժամանակ երկուսն էլ, թե մահը, թե գերեզմանը պարտված պիտի լինեն։ Հաղթված, պարտված պիտի լինեն։ 5 կտակարանի մեջ տեսնում ենք երկու դեպքեր, որ աշխարհի արարման 6000 տարիների ընթացքում այս երկու բացառիկ դեպքերը եղան՝ Ենովքը եւ Եղիան, որ երկինք փոխադրվեցին։ Եվ սա այս երկու բացառիկ դեպքերը նաև ինչ որ ձևով խորհրդապատկերն էր եւ գեղեցիկ հափշտակության, թե ինչպես պիտի տեղի ունենա։ Եվ այդ ժամանակ, երբ Քրիստոս հայտնվի, ինչպես կարդում ենք, երբ Քրիստոս ձեր կյանքը հայտնվի Կողոսացիների մեջ, երբ Քրիստոս հայտնվի, այդ պահին փրկյալների մի ամբողջ բազմություն, անհամար մի բազմություն այդ առանձնաշտորումը պիտի վայելի Քրիստոսի հետ հանդիպման։ Չորրորդ իրադարձությունը հարուցյալ սուրբերն ու փոխված սուրբերը միասին պիտի հափշտակվեն։ Կային մի վայրկյան հետո չկան, անհետացան։ Մեկ ակնթարթ։ Եվ ինչպես որ երկաթը, ներողություն, մագնիսը երկաթին է քաշում, մեծ ու փոքր կտորները իրեն է քաշում, այդպես Քրիստոս իրեններին իրեն պիտի քաշի։ Քրիստոս իրեններին իրեն պիտի քաշի, քանի որ Քրիստոսն է քաշողը եւ դրա մասին են կարդում Հովանու 10-րդ գլուխ 44 համար։ Հովանու 10:44։ Ներողություն, Հովանու 10:44, չէ, ներողություն, Հովանու 12:32։ Հովանու 12:32։ Ես ալ երբ երկրեն բարձանամ, ամենքդ ինձ պիտի քաշեմ։ Ուրեմն, երբ Տեր Հիսուս երկինք բարձանա, ժամանակը պիտի գա, ամենքը տալ ասում է, պիտի քաշեմ, ամենքի տալ ինձ պիտի քաշեմ։ Սա իր զավակների մասին է խոսքը։ Հափշտակությունը, սիրելիներ, մարդկության պատմության ամենացնցիչ իրադարձությունը պիտի լինի։ Հափշտակությունից հետո մարդիկ պիտի խառնվեն, աշխարհը տակնու վրա պիտի լինի։ Մենք անցած անգամ էլ խոսեցինք, նայեցինք, ինչպես որ Ենովքի համար կարդում ենք, որ փնտրում էին եւ չգտան Ենովքին։ Եղիայի համար կարդում ենք, որ 50 մարդ ուղարկեցին 3 օր փնտրելու Եղիային։ Այո, Եղիսեին տեսել էր, գիտեր, բայց եկան Եղիսեին բռնադատեցին, մինչև որ 50 ասեց գնացեք, ուղարկեք։ Մեկա չեք գտնելու։ Ճիշտ այդպես։ Տիրոջ զավակներին պիտի փնտրեն, փնտրտուքի մեջ պիտի լինի երկիրը, աշխարհը տակնու վրա, մայրերը իրենց զավակներին, նորածիններին, վիրահատող բժիշկը իր հիվանդին սեղանի վրա։ Եվ մարդիկ գերեզմանները պիտի լինեն, չգիտեմ, խունկ են ծխում, աղոթք են անում, ինչ են անում եւ պիտի տեսնեն, որ չկա, գերեզմանը բացվեց, կողքի գերեզմանը բացվեց եւ տակնու վրա վիճակ պիտի լինի, շատ ծանր վիճակներ պիտի լինի, մինչև որ եղելությունը
հասկանան, մինչև որ պատկերացնեն իրենց ինչ էին ասում այն հավատացյալները, այն ինչ էին պատմում մեզ, այն ինչ հույսի մասին էին խոսում, այն ինչ հափշտակության մասին էին խոսում, այն ինչ էր գրված Աստվածաշնչի թերթերի մեջ։ Ուրեմն շատ ծանր ցավ պիտի լինի բոլոր երկրի վրա մնացողների համար։ Շատ անգամ մենք մեր հարազատներից բաժանվում ենք, ուրիշ երկիր ենք գնում կամ հարազատներն են ուրիշ երկիր գնում, բայց այն հույսով, որ պիտի հանդիպենք։ Մի քանի օր հետո պիտի հանդիպենք, մեկ ամիս հետո պիտի հանդիպենք, բայց հափշտակությունից հետո կարծես այդ հույսը պիտի կորի։ Իրենց այս ինտերնետը, արհեստական բանականությունը, ինչ որ եղավ երկրի վրա, այլևս չի օգնելու իրենց հավատացյալ հարազատներին գտնելու համար։ Անզոր է լինելու ամեն բան։ Ուրեմն ցավոք, ինչպես որ կարդում ենք Եգիպտոսի համար, որտեղ ասում է, որ տուն չկար, որ լաց չլիներ։ Ինչու, որովհետև Աստված պատժել էր Եգիպտոսին իրենց անդրանիկ զավակները վերցնելով։ Ճիշտ այդպես այս անգամ ամբողջ երկիր մոլորակի վրա մեծ աղաղակ պիտի լինի, մեծ ցավ պիտի լինի, համաշխարհային աղաղակ, լացուկոց պիտի լինի, քանի որ իրենց հարազատները անհետացած պիտի լինեն։ Սիրելիներ, սրանք իրականություն է եւ այն ինչ որ գրված է, կատարվել է, կատարվում է եւ պիտի կատարվի։ Միայն պետք է ամեն բան հավատքով ընդունենք եւ այսպես ապրենք։ Եվ Տեր Հիսուս մեզ տվեց հավիտենական կյանքի եւ փրկության ճանապարհը։ Ինձ եկողին ես երբեք դուրս չեմ հանի, Տեր Հիսուս ասեց։ Ինձ հավատացողին հավիտենական կյանքը պիտի տամ։ Մեզ լցրեց այս կենթանի հույսով, կյանքի ու փրկության ճանապարհը տալով։ Ինչպես կարդում ենք հույսի Աստվածը։ Տերը ինքը հույսի Աստված է եւ մեզ էլ տվել է այդ հույսը եւ այսօր տվել է, որ հաղթական կյանք ապրենք այս երկրի վրա։ Ինչպես կարդում ենք Առաջի Կորինթացիս 15:57, բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Գոհություն Աստծո։ Հավատացյալները ունեն այս հույսը։ Եվ Տերը թե հին ուխտի մեջ, եւ թե նոր ուխտի մեջ այս հույսն է տվել իր զավակներին։ Մի քանի համարներ ասեմ 5 կտակարանից, Դանիել 12:2, Եսայա 26:19, Եզեկիել 37:1-14, Սաղմոս 16:10, Սաղմոս 49:15, Օվսե 13:14, Հոբ 19:25-27։ Սա հին կտակարանի հարությանը վերաբերող հատվածներն են, որտեղ որ հին կտակարանի հավատքի հերոսները այդ հույսով ապրեցին, որ պիտի հարություն առնեն։ Հին ուխտի սուրբերը սպասում էին Մեսիայի գալուն, բայց սպասելով չտեսան իրենք Մեսիային, բայց հավատքով սպասեցին, հավատքով սպասեցին հափշտակության օրվանը։ Ինչպես որ Հոբն է ասում եւ շատ գեղեցիկ է ասում, գիտեմ, որ իմ փրկիչը կենթանի է եւ պիտի իմ աչքերով տեսնեմ նրան։ Հոբը փրկիչ է անվանում։ Փրկիչ բառը որպես Մեսիա էր հին կտակարանի մեջ։ Գրեթե չկար, շատ քիչ էր, բայց Հոբը հավատքով մարգարեանում է եւ ասում է. գիտեմ, որ իմ փրկիչը կենթանի է։ Իմ աչքերով պիտի տեսնեմ նրան, եւ Տերը իր խոստումների մեջ է ու հավատարիմ է իր զավակներին։ Դարձյալ սիրելիներ, այս խոսքը Տիրոջ զավակների համար է եւ ամփոփվում է մեր հույսը այս խոսքի մեջ եւ համարձակ այսօր ասում ենք. ուր է ով մահ քո խայթոցը, ուր է ով գերեզման քո հաղթությունը, որովհետեւ հավատացյալի վրա ոչ մի զորություն չունի։ Սիրելիներ, մենք այստեղ ենք, այս երկրի վրա ենք, որպեսզի գնանք մեր հարազատներին, պատմենք, խոսենք, ներկայացնենք
Քրիստոսի դատաստանների մասին։ Թող Տերը մեզ օրհնի, թող Տերը մեզ զորացնի, որպեսզի մենք էլ այս խոսքերով, Աստծո խոսքերով իրար մխիթարենք, իրար քաջալերանք լինենք եւ կարողանանք այսպես բոլորս միասին այս կենթանի հույսին սպասենք։ Տերը օրհնի մեզ իր փառքի համար։ Ամեն։